Հայ-վրացական սահմանագծին փակցված բարի ճանապարհի այս մաղթանքը բոլորի համար է, սակայն մանրածախ առևտրով զբաղվող հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների համար ճանապարհն իր բարությունը վաղուց է կորցրել, երբ որոշում ընդունվեց դադարեցնել Սադախլոյի հայտնի շուկայի գործունեությունը։ Մրգեր եւ ընդեղեն վաճառող այս առևտրականները նախկինում ապրանքն իրացնում էին պարկերով եւ արկղերով, իսկ այսօր ժամերով պարապուրդի են մատնված։ Հայերն ու ադրբեջանցիներն աշխատում եւ ապրում են կողք կողքի։ Սադախլոն գրեթե ամբողջությամբ բնակեցված է ազերիներով, իսկ նրա հարևան Գյուլիբախ գյուղը հայերով։ Այստեղ նույն սահմանային գյուղերին բնորոշ խնդիրներն են։ Ջահելները հեռանում են, դպրոցում էլ դասարանները կիսադատարկ են։ Ջահելությունը գնացել է, մեծ մասամբ մնացել է, դպրոցում ինչ կա մի 50 երեխա կա։ Ամեն դասարանում 2-3 աշակերտ են։ Վրաստանից իրանց հարազատի մոտ չեն կարող գնալ։ Վիզայա պետք է որ գնալ։ Ոչ լավ է, ոչ էլ վատ է, բայց շատ բաներից են կտրված։ Օրինակ ուզում ենք ստեղ մենք ապրում ենք, մեղու ենք պահում, օրինակ միրգա, բանա, երեխաներն էլ Հայաստան են, Երևան են ապրում։ Չեն թողում որ տամոժնին անց կենա մի բան տանենք, այ էտա։ Ճիշտ է, Սադախլոնն է, բայց մեզ հետ մի ընտանիք պես գնալ, հետ չենք առաջներում մի մոմենտ որ շփոթվեցին, այդ պահին մի քիչ բան կար, մեջներս, բայց էլ եկովի որ բակտից եկել էին, նրանք էին, տենց խառն ջահելներին։ Իսկ մեծերը ասում են մենք նույն մարդկերկ ապրում ենք։ Միջեթնիկ բախումներ, խնդիրներ տարածաշրջանի գյուղերում չկան։ Հայերը դժգոհում են հիմնականում սահմանապահների վարքագծից, ովքեր օգտվելով գյուղացիների անիրազեկությունից բերման են ենթարկում անորոշ որևէ նշագրում չունեցող սահմանը խախտող մարդկանց։ Այն ճանապարհը որ գալիս է, նա սահմանն է։ Անասունը գնում այնտեղ չեն կարող հետ բերեն։ Վրացիները արգելել են անդար մտնելը, հայերը արգելել են։ Կառավարությունից խնդրում եմ, որպես կռված մարդ, փոխգնդապետ, այս գյուղում ծնվել եմ, այս գյուղում մեծացել եմ, Ղարաբաղում մեծ կռիվներ եմ տվել։ Հիմա իմ հայրենի քնած տեղը ժողովրդին ճնշում են։ Ընդհարումներ ալում ընկնում են մեր տեղը, որ մի քանիսի բռնել տարել են մեր գյուղացին։ Վերևի գյուղից բռնել տարել էին, ներքևի գյուղից տարել էին։ Ինչ ասեմ, շատ ծանր է մեր գյուղացուց վերջը։ Մի հարց լուծեմ, որ իմանանք, որը որ սահմանը որն է, որ նրանք ասում մերն է, նայել ասում մերն է։ Թող բերեն մի հատ թեթ տնկեն, սեփ խփեն, ասեն, գիտեք, էսի ձերն են իրանց, որ չանցնեն մարդիկ։ Գագիկ Քուրդյանը Արցախյան հերոսամարտի մասնակից է, պաշտոնաթող փոխգնդապետ։ Աստծո ամեն օր նա իր հեռադիտակով զննում է սահմանային գիծը, կանխելու համար անիրազեկ սահմանախախտների մուտքը վրացական կամ հայկական տարածք։ Ճանապարհը հետո երևում է, ավտոյից հենց անցար հերիք ասեն։ Կալանավորված է։ Սա ես բան եմ, ես իմ մոտս միշտ պահում եմ։ Սահմանից ասենք տղաները որ գնում են, հետ եմ կանչում, զգուշացնում եմ, որ չգնան, ընկնեն վրացիների ձեռը։ Դա մարդիկ ընտանիքով գնացին։ Օրենքը չեն հասկանում, 70 տարի այդ մարդիկ ապրել են ազատության մեջ։ Բացատրում է սահմանը թե հենց հա, նասման չի ես տեսքած, քանված սահման չեմ տեսել, հիմա սահման կա։ Խտրականությունը այնուամենայնիվ կա, վրացիներն առավելություն ունեն բոլոր ոլորտներում, աշխատանքի տեղավորման, հողի մշակման, գործարարությամբ զբաղվելու հարցերում։ Դա փաստում են բոլորը, թեև խուսափում են բարձրաձայնել։ Հայա թե թուրքա թե վրացի, հայերն են հետ խոսում, լավ առևտուր են անում, մի հատ շնորհակալություն են հայտնում, որ առևտուր է սարել։ Ազգային խիտրություն, որ ասեմ, համարյա շատ քիչ կա։ Վրացիները ճիշտ է, մի քիչ իրանց բան պաշտպանող են, ազգային պաշտպանող են, բայց մնացածներն էլ ոնց ասած դրանց երիշով են գնում, որովհետև ուրիշ ճարճուն են։ Շատ Վրաստանում ուզում են, որ վրացեր են էլի, Վրաստանից վերցեն գրքերը, եթե Հայաստանից հալում, Հայաստանից չեն թողում, ասեն Վրաստանի գրքերը օգտագործեցեք։ Գյուլիբաղի բազային դպրոցը փայտաշեն է, պայմանների եւ գույքի վիճակի մասին խոսելն ավելորդ է, քանի որ կադրերն ավելի խոսուն են։ Եթե վառելափայտը կա, դա արդեն իսկ ձեռքբերում է համարվում։ Հետ ենք առել տարի, ամեն տարի լառնում ենք, տաքալում դասարանները, բայց երեխաների քանակը քիչ է։ Դա շատ տաք, լավ է, հետո ունենք ապահով են երեխեքը, նայս կանչ ցուրտ չի։
Որպես դպրոցական զանգ ծառայող այս լվացարանը գործի է դրվում, երբ գյուղը հոսանքազրկվում է։ Միակ հաճելի տեսարանը, ինչ կարելի է տեսնել այս դպրոցում, մեր հայ ազգի հերոսների անկյունն է, որի դեմ դիմաց Սահակաշվիլին է իր նախարարների հետ, նաև Հայաստանի օրներգը վրացականի կողքին։ Գյուլիբաղի Արարատ կոմիսիոնն արդեն իր տարն ապրել է, այնուամենայնիվ մեզ համար հաճելի էր փոքր ու մեծ Մասիսի պատկերով այդ կրպակի առկայությունը։ Տեղաբնակ հայերն ապրում են ով ինչպես կարող է, հիմնականում չնչին եկամուտով, սակայն կարևոր են համարում հատկապես այն, որ տարբեր ազգերի հետ բնակվում են համատեղ խաղաղ կեցությամբ։ Չխառնեն, մեզ կարևորը որ չխառնեն, որ չխառնեն, ուրեմն մենք լավ կարանք ապրենք։ Որովհետեւ ասեմ, ստեղի ու քուչ կա, տեսակ մարշրուտինները գնում էին։ Հայելա գնում, թուրքելա գնում, վրացելա գնում, ամեն ազգից չի ասնում ուր ես գնում, ինչ ես անում, ռայոն ես գնում, նստի։ Ազատամարտիկ Գագիկ Քուրդյանի խոսքերը չհասցրեցինք անգամ ճանապարհին վերլուծել։ Մեզ հանդիպած ադրբեջանցի այս կինն ուղղակի կապարակնքեց նրա արտահայտած միտքը։ Նա շտապում էր իր տանը հյուրընկալված հայերի հետ մատաղ ուտելու։ Հայ չեմ ամացրքեմ հայերեն գիտեմ ասել։ Հայերի հետ ո՞նց եք ապրում ստեղ։ Այլա, լավ yaxşı, լավ։ Հայերերը լավ, թուրքները լավ։ Մատաղենք մորթում երեք։ Հիմա մորթել ենք 5 հատ մեր հարևանները մարդը եկել նստած ուտում են։ Էդուարդ Մխիթարյան, Գրիգոր Շահոյան, Գալանյուս, Վրաստան։